Պիղծ ոգին նրան սաստիկ թափահարեց ու բարձրաձայն գոչելով նրա միջից դուրս եկավ։ Բոլորը զարմացան, իրար մեջ խոսում էին ու ասում. «Սա ինչ է, ինչ նոր ուսուցում է, որ իշխանությամբ պիղծ ոգիներին էլ ես ասում», ու հնազանդվում են նրան։ Եվ նրա համբավն անմիջապես տարածվեց Գալիլեայի բոլոր կողմերում։ Տեր Հիսուսի ներկայությունը փոխում է ամեն բան։ Հիսուսի խոսքը բախվում է չարի իշխանությանը և մի ակնթարթում այն փախչում է։ Սա պարզապես հրաշք չէ, սա Աստծո իշխանության դրսևորումն է մեղքի աշխարհում։ Ոչ մի պայքար, ոչ մի հակառակություն կամ դիմադրություն։ Մարկոսը նկարագրում է մի տեսարան, որտեղ չար ոգիները վախենում են Հիսուսից։ Նրանք գիտեն, թե ով է նա, Աստծո Սուրբը։ Միայն մեկ խոսք, ոչ աղմուկ, ոչ պայքար, այլ պարզապես խոսք, և խավարը պարտվում է։ Նա խոսում է, և խավարը հնազանդվում է։ Ինչպես արարչության սկզբում Աստված ասեց թող լույս լինի, և եղավ լույս, այսպես էլ այժմ Հիսուսի բերանից ելնող խոսքը նոր լույս է բերում կորսվածների սրտերին։ Աշխարհի խավարն ունի մեկ սահման՝ Քրիստոսի խաչը։ Այնտեղ չարը պարտվեց, և այնտեղ հաստատվեց նրա գերիշխանությունը բոլոր բաների վրա։ Գալստյան շրջանը մեզ հիշեցնում է, որ Տեր Հիսուսը չեկավ որպես հրաշագործ կամ բարոյական ուսուցիչ, կամ մեր ցանկություններն ու երազները իրականացնող մեկը, այլ եկավ կործանելու մեղքի և խավարի իշխանությունը։ Աստծո Որդին նրա համար հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի։ Նա եկել է ազատելու մեզ ամեն բանից, ինչը մեզ պահում է ստրկության մեջ։ Շատերը ապրում են վախի, մեղքի, կախվածության, ամոթի կամ կեղծ հավատալիքների ստրկության մեջ, բայց Հիսուսի իշխանությունը ավելի զորավոր է։ Սուրբ Հոգին կիրառում է այս նույն զորությունը հավատացյալների կյանքում, ոչնչացնելով մեղքի կապանքները, ազատելով վախից և հաստատելով Քրիստոսի տիրապետությունը մեր սրտերում։ Նա այնպիսի թագավոր է, որի խոսքը բավական է բերելու ազատություն, խաղաղություն և լույս։ Երբ Հիսուսին ընդունում ենք, խավարը փախչում է, և լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը նրան չտիրեց։ Նրա ներկայությունը մեզ վերափոխում է ներսից։ Երբ Հիսուսն է իշխում, խավարը կորցնում է իր ձայնը։ Նրա խոսքը ցրում է խավարը, կտրում է կապանքները, որովհետև նրա մեջ է Աստծո ամբողջ լիությունը, որ դրսևորվում է իշխանությամբ, ոչ թե մարդկային ուժով։ Այսօր հարցրու ինքդ քեզ. կա արդյոք որևէ այլ իշխանություն իմ կյանքում, քան Քրիստոսի իշխանությունը։ Հավատում եմ, որ նրա խաչը վերջնականապես ջախջախել է խավարի զորությունը։ Տեր Հիսուս, պահիր ինձ քո իշխանության տակ։